Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է Արմավիրի մարզում ընտրակաշառքի տրամադրման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման հերթական դեպքի բացահայտման մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության մի խումբ անձինք մեր ձևով հասարակական կազմակերպության միջոցով ձևական աշխատանքի են ընդունել քաղաքացիների, իրականում նպատակ ունենալով նրանց միջոցով հավաքագրել ընտրողների և ապահովել քվեարկություն կոնկրետ կուսակցության օգտին։ Ընտրակաշառքը քողարկվել է որպես աշխատավարձ, իսկ որոշ դեպքերում բժշկական ծառայությունների ծախսերի փոխհատուցումը ներկայացվել է որպես բարեգործություն։ Իրավապահ մարմնի արձանագրած սխեման դասական է։ Ընտրողին նյութական օգուտ տալ, այն ձևակերպել օրինական հարաբերության տակ, ապահովել վերահսկելի ընտրական վարքագիծ։ Սակայն այս բացահայտման ֆոնին առաջանում է ավելի խորքային և վտանգավոր հարց. արդյոք նույն տրամաբանությամբ գնահատվում են իշխանության կողմից իրականացվող գործողությունները։ 2026 թվականի մարտին քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հանդիպման ժամանակ քաղաքացու սոցիալական խնդիրը լուծելու նպատակով հանձնարարում է նրան աշխատանքի տեղավորել կոնկրետ վարձատրության չափով։ Այս դրվագը ներկայացում է որպես սոցիալական զգայունության դրսևորում, սակայն իրավական տեսանկյունից այն առաջացնում է լուրջ հարցեր։ Եթե ընտրական գործընթացի ընթացքում կոնկրետ ընտրողին առաջարկվում է նյութական օգուտ, աշխատանք, եկամուտ կամ այլ բարիք, ապա դա այլևս չի կարող դիտվել միայն որպես բարեսրտություն։ Այն ձեռք է բերում քաղաքական պայմանավորվածության բնույթ, հատկապես այն դեպքում, երբ խոսքը գնում է պաշտոնատար անձի կողմից տրված հանձնարարության մասին։ Այս դեպքում խախտվում են մի քանի հիմնարար սկզբունքներ՝ պետական և կուսակցական ռեսուրսների տարանջատումը, ընտրողների նկատմամբ հավասարության սկզբունքը և ընտրական կամքի ազատ ձևավորման պահանջը։ Նույն ժամանակահատվածում իշխանությունը ակտիվորեն քարոզում է կենսաթոշակների բարձրացումը և պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը, ներկայացնելով դրանք որպես սեփական քաղաքական թիմի նվաճումներ։ Ինքնին սոցիալական ծրագրերը չեն կարող դիտվել որպես ընտրակաշառք, սակայն խնդիրը սկսվում է այն պահից, երբ դրանք ներկայացվում են ընտրություններից անմիջապես առաջ, ներկայացվում են որպես իշխանության կողմից տրամադրված բարիք և օգտագործվում են ընտրողի վրա ուղղակի ազդեցություն գործադրելու համար։ Այս պարագայում հանրային բյուջեից ֆինանսավորվող քաղաքականությունը վերածվում է քաղաքական կապիտալի ուղղված ընտրողի վարքի կառավարմանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նկարագրված սխեման և իշխանության հրապարակային վարքագիծը փաստացի ունեն նույն տրամաբանությունը՝ նյութական խթան, ընտրողի վարքի վրա ազդեցություն, սակայն դրանց նկատմամբ իրավապահ արձագանքը արմատապես տարբեր է։ Մի դեպքում իրականացվում են խուզարկություններ, կան ձերբակալություններ, հարուցվում են քրեական վարույթներ։ Մյուս դեպքում բացակայում է իրավական գնահատականը, գործողությունները ներկայացվում են որպես հոգատարություն և ամբողջ գործընթացը մնում է քաղաքական դաշտում։ Այս տարբերությունը արդեն չի կարող բացատրվել ապացույցների կամ իրավական նրբությունների տարբերությամբ։ Այն խոսում է ընտրողական արդարադատության մասին։ Ժամանակակից ընտրակաշառքը այլևս չի գործում միայն փող բաժանելու պարզ մեխանիզմով, այն դարձել է ավելի բարդ և բազմաշերտ։ Քողարկվում է աշխատավարձի տակ, ներկայացվում է որպես բարեգործություն, ձևակերպվում է որպես սոցիալական ծրագիր, կամ նույնիսկ իրականացվում է անհատական խնդրի լուծման տեսքով, բայց էությունը մնում է նույնը՝ ընտրողի կամքի վրա նյութական ազդեցություն։ Անտիկոր հակակոռուպցիոն հարթակը արձանագրում է, որ Հայաստանում ձևավորվում է վտանգավոր միտում, որտեղ ընտրակաշառքը քրեականացվում է ընտրովի։ Իշխանության կողմից իրականացվող նույնաբնույթ գործողությունները դուրս են մնում վերահսկողությունից, իսկ իրավապահ համակարգը կորցնում է իր չեզոքությունը։ Եթե նույն վարքագիծը տարբեր կերպ է գնահատվում կախված քաղաքական պատկանելությունից, ապա խոսքը այլևս ոչ թե առանձին խախտումների, այլ համակարգային կոռուպցիայի մասին է։